Բարև ձեզ։ Եթե մենք խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ապա դա նշանակում է, որ խանգարում ենք նրանց խաղաղվել և տնավորվել Հայաստանում։ Այս միտքը պատկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը նա բարձրաձայնել է այսօր։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ Իլհամ Ալիևը օրինակ խանգարում է մոտ 300,000 ադրբեջանցիներին խաղաղվել և տնավորվել Ադրբեջանում, որովհետև նա պարբերաբար անընդհատ խոսում է այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի այսպես կոչված իրավունքի մասին։ Ալիևը պարբերաբար խոսում է այդ մասին և հանձնարարում է նաև Ադրբեջանի պետական և ոչ պետական կառույցներին, ուշադրություն դարձրեք, նաև ոչ պետական կառույցներին, հանձնարարում է, որպեսզի նրանք զբաղվեն այս հարցը թե Հայաստանի հետ հարաբերության օրակարգում և թե նաև միջազգային դերակատարների հետ հարաբերության օրակարգում առաջ մղելու աշխատանքով։ Այդպիսով ստացվում է, ըստ Փաշինյանի տրամաբանության, որ Ալիևը թույլ չի տալիս այսպես կոչված 300,000 ադրբեջանցիներին խաղաղվել և տնավորվել Ադրբեջանում։ Սա իհարկե նրա համար և թերևս բոլորի համար կհնչի ծիծաղելի։ Իսկ նրա համար ծիծաղելի գուցե այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի օրերին ցավոք սրտի նա ծիծաղում էր Նիկոլ Փաշինյանի վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում զբաղված է այդ 44-օրյա պատերազմի համար իր քաղաքական պատասխանատվությունից և դրանից հետո Արցախի ու Հայաստանում տեղի ունեցածի համար, Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվությունից խուսանավելու գործով։ Այս գործը ոչ միայն կարճաժամկետ է, այլ նաև երկարաժամկետ, արդեն իր քաղաքական իշխանության հարատևության հարց լուծելու տրամաբանությամբ։ Եվ այստեղ առանցքային անհրաժեշտություն է դարձել նրա համար Արցախի հարցի դեֆորմացիան։ Այս խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար իշխանության հարատևության ապահովման համար կարևոր հանգամանքներից մեկն է, ինչով նա զբաղված է, և նա փորձում է կտրել, անջատել Արցախի հարցը իրավունքի տիրույթից, համարել, որ Արցախի հարցը իրավունքի հարց չէ և ընդամենը մարդկային ինչ-որ ցանկությունների կամ ինչ-որ նախապաշարումների և իհարկե հայրենասիրության հարց, և դրա համար է նա հայտարարում, թե Արցախյան հարցը նախկինում եղել է այսպես ասած հին հայրենասիրության մոդելի շրջանակում և դա սխալ մոդել էր, որը մեզ բերեց աղետի, որը մեզ դարձնում էր այլոց ենթակա, իսկ հիմա ինքը ինքնիշխան հայրենասիրության մոդելի ջատագովն ու առաջ մղողն է։ Եվ այս համատեքստում, կրկնեմ, նա զբաղված է Արցախյան հարցի դեֆորմացիայով, վտանգավոր դեֆորմացիայով, որովհետև Արցախյան հարցը չի եղել հայրենասիրության հարց։ Իհարկե հայրենասիրությունը եղել է այդ հարցը ուղեկցող կարևոր մի բաղադրիչ, բայց հարցը ինքնին եղել է գերազանցապես իրավունքի և քաղաքականության դաշտում գտնվող հարց, և Հայաստանը 3 տասնամյակ վարել է մի քաղաքականություն, չնայած 3 նախագահների տարբերվող պատկերացումներով ընթացքին, որում Արցախյան հարցը Հայաստանը պահել է հենց իրավունքի և քաղաքականության դաշտում։ Հայրենասիրությունը եղել է հարակից և անխուսափելի հարակից գործոն, բայց երբեք ոչ ուղենշային։ Եվ այստեղ է նաև Ադրբեջանի խնդիրը եղել, որովհետև հենց իրավունքի և քաղաքականության դաշտում է, որ հայկական կողմի փաստարկները ընկալելի են եղել միջազգային դերակատարների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը ինքն է դուրս բերել Արցախյան հարցը իրավունքի և քաղաքականության դաշտից, տեղափոխելով հայրենասիրության դաշտ և այդպիսով թուլացնելով հայկական կողմի փաստարկային բազան այդ հարցում։ Այլ կերպ ասած, դեֆորմացիան սկսվել է այստեղից, և այս շրջանակում է նաև, որ նա խոստովանում է, թե նախկինում ինքը սխալ հայրենասեր էր, գերհայրենասեր էր, ինքնամոռաց հայրենասեր էր, իսկ հիմա արդեն ռացիոնալ և ճիշտ հայրենասեր։ Հարցը հայրենասիրության դաշտում, կրկնեմ, չի եղել երբեք, և արցախցիների վերադարձի իրավունքի հարցը նույնպես ինչ-որ ցանկությունների, ինչ-որ նախապաշարումների, սևեռուն հիշողությունների, մարդկային զգացումների դաշտում չէ, այո, նաև այդ դաշտում է։ Այդ մարդիկ տասնամյակներով ապրել են իրենց հողում, և որևէ մեկը պատկերացնում է, թե մարդիկ կարող են խաղաղվել չմտածելով այդ հողում ապրելու և այդ հող վերադառնալու իրենց իրավունքի մասին։ Որևէ մեկը կարծում է, որ մարդիկ տասնամյակներով, սերունդով ապրելով այդ հողում
կարող են մոռանալ, որպեսզի խաղաղվեն եւ տնավորվեն Հայաստանում։ Թե ոչ թե կարծում է որևէ մեկը այդպես, այլ այդպես առաջարկում է, այսինքն Հայաստանում դուք հեռանկար կստանաք, եթե հրաժարվեք վերադարձի իրավունքից, եթե այդ խնդիրը երբևէ չբարձրաձայնեք մեր առաջ, կամ թույլ չտաք, որ որևէ մեկը խոսի այդ խնդրի մասին։ Որովհետև վերադարձի իրավունքը ամենևին չի նշանակում պատրանք վերադարձի իրական հնարավորության վերաբերյալ։ Իրավունքը տալիս է ճյուղավորված այլ հնարավորություններ։ Իրավունքը ապահովում է սուբյեկտություն, իսկ սուբյեկտությունը արդեն հնարավորություն է տալիս աշխատել թեկուզ ըստ իրավիճակի, բայց աշխատել ըստ շահերի, որովհետև այդ ամենի հիմքում իրավունքն է, իրավունքի ուժի գիտակցումը։ Սրանից է, որ Նիկոլ Փաշինյանը անջատել է Արցախյան հարցը եւ փորձում է շարունակել անջատել, այդ թվում նաեւ հանրային գիտակցությունը։ Այս մտածողությունն ուղղված չէ միայն արցախցիների գիտակցությունը փոխելուն կամ ճնշելուն։ Այս մտածողությունը ուղղված է հասարակական լայն շերտերի գիտակցության մեջ իրավունքի սուբյեկտային ընկալումը ճնշելուն եւ ընդհանրապես չեզոքացնելուն։ Որովհետև սա ակնհայտորեն ադրբեջանական քաղաքականության պայման պահանջ նարատիվների շղթայի մի մաս է։ Ադրբեջանը կարող է Արցախյան հարցից ազատվել կամ համեմատաբար ազատվել, եթե ազատվի Արցախյան հարցում հայ հանրության, արցախցիների, նաև լայն իմաստով հայ հանրության իրավունքի գիտակցումից, եթե անջատի Արցախյան հարցը իրավունքի ուժի գիտակցումից։ Եվ սա է նաև, որ Հայաստանի առաջ դրված է պայմանի տեսքով մոռանալ Արցախի մասին, ինչն էլ փորձում է անել եւ ինչն էլ փորձում է հանրային գիտակցության մեջ առաջ մղել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Եվ քանի որ Ադրբեջանի պայման պահանջի տրամաբանությունն է սա, այն տարածվելու է ոչ միայն Արցախի հարցի վրա, որովհետև Ադրբեջանի հավակնությունները տարածվում են ոչ միայն Արցախի վրա։ Սա փաստ է, սա ոչ թե գնահատական է, սա փաստ է։ Մենք տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախից, Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում, այսպես ասած, Հայաստանի հանդեպ հավակնություններից, այլ առաջ է մղում դրանք հետևողականորեն, ինչպես այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների, այդպես էլ մի քանի այլ հարցերում, եւ Արցախի հարցում իրավունքի անջատումը հանրային գիտակցումից շարունակվելու է Հայաստանի հարցում իրավունքի գիտակցումից, այսինքն Հայաստանի հարցում եւս իրավազուրկ հանրային գիտակցություն ձևավորելու պահանջ պայմանի տեսքով է այն շարունակվելու։ Այստեղ է նաեւ ամենավտանգավոր հանգամանքը, որ պարունակում է այն միտքը, որի կրողը Նիկոլ Փաշինյանն է եւ որը նա փորձում է վերածել հանրային, այսպես ասած, մտքի։ Իսկ խաղաղվելը եւ տնավորվելը բացարձակապես կապ չունի իրավունքի գիտակցման հետ։ Սրանք հակադրելը հենց նշանակում է զբաղվել ազգային պետական կարևորագույն հարցի, ինչպես նաեւ ինքնագիտակցության կարևորագույն կռվանի դեֆորմացիայով։ Սա է խնդիրը, եւ խնդիրը պետք է դիտարկել հենց այս խորությամբ։ Տնավորվել ու խաղաղվել արցախցիները կարող են հենց իրավունքի գիտակցմամբ, իրավունքի պաշտպանության գիտակցմամբ, իսկ տնավորվելու հարցը անմիջականորեն դա ոչ թե պայման է իրավունքից հրաժարվելու, այլ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է, առավել եւս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով են այդ մարդիկ կանգնել Հայաստանում տնավորվելու անհրաժեշտության առաջ։